Պարոն Սարգսյան, ինչու վարչության մեջ 3 հոգի ընդամենը կողմ քվեարկեց, որպեսզի դուք ընդգրկվեք պատգամավորական ցուցակում, որ բարեվարկության մեջ եք համապատասխանում։ Դուք չգիտեմ ինչին կամ ում եք հղում տալիս, ես որպեսզի բամբասանքներին չանդրադառնամ, ասեմ թե ինչ է տեղի ունենում հիմա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում։ Ուրեմն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իշխանության գալուց հետո առաջին անգամ պատրաստվում է հերթական ազգային ժողովի ընտրություններին։ Հիշում եք, որ 21 թվականին ունեցել ենք արտահերթ ընտրություններ վարչապետի հրաժարականից հետո, երբ հապճեպ կազմվել է ցուցակ եւ ցուցակը կազմվել է վարչության որոշմամբ, այսինքն վարչությունն է որոշել թե ով պետք է լինի ցուցակում եւ ով որ համարը պետք է լինի ցուցակում։ Այժմ մեր համար նոր իրավիճակ է ստեղծվել կուսակցությունում, երբ մենք հապճեպ չենք որոշելու ցուցակը եւ կուսակցությունը իրեմս վարչության նախագահի տարածել է հայտարարություն, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են առաջադրվել, կարող են առաջադրվել նոյեմբերի 1-ից 30-ը եւ վարչությունը պետք է հաստատի տեխնացուների առաջադրվելը դեկտեմբերի 1-ից 31 ընկած ժամանակահատվածում, որից հետո հաստատված ցուցակը արդեն կդնի քվեարկության ամբողջ կուսակցության մեջ համագումարում, որտեղ 1000-ից ավել կուսակցականներ կքվեարկեն եւ որ տեխնացուն որ շատ ձայն հավաքի կզբաղեցնի առաջի համարը, նրանից պակասը երկրորդ եւ այդպես կձևավորվի քանի հոգի կմասնակցի մոտ 300 կամ 380 հոգի հայտ են ներկայացրել այս պահին մոտավորապես կարծում ենք որ 300-ից 350 հոգի կլինի տեխնացու եւ պատվիրակները, այսինքն ամբողջ կուսակցության պատվիրակները 1100 մոտավորապես թվով կորոշեն թե ով որ համարը պետք է լինի։ Նաև այս փուլում վարչությունը տեսեք մամուլում պատվերով ըստ իս պատվերով իբրև սլիվ, բայց դա պատվեր էր բացահայտ հրապարակում, որը նաև տարածվեց այլ լրատվական կայքերով, ես սրա մասին նաև կուսակցությունը բարձրացրել, իրականությունը եղել է հետևյալը, որ կուսակցությունը ինչ հրավիրել է ոնց որ մյուս տեխնացուներին եւ կարճ քննարկման արդյունքում հաջորդ օրից տեղեկացրել են, որ վարչությունը որոշել է մերժել իմ առաջադրումը։ Հիմա այս պահին ես ունեմ երկու հրապարակին հեսա կանդրադառնամ ձեզ, չէ, ոչ միայն այս պատվերին, ես բոլոր պատվերներին կանդրադառնամ, ես հիմա չեմ ուզում բանավեճի մտնեմ, ձեզ կանդրադառնամ։ Հիմա ուրեմն ես ունեմ երկու ճանապարհ, առաջին գնալ տուն եւ չլինել հաջորդ ցուցակում եւ երկրորդ բողոքարկել վարչության որոշումը իրացնելով իմ կուսակցականի իրավունքները, քանի որ մեր կուսակցության կանոնադրության բոլորդ գիտեք, որ կուսակցության անդամը իրավունք ունի բողոքարկելու կուսակցության մարմինների որոշումները։ Ես ընտրել եմ երկրորդ ճանապարհը, ես բողոքարկելու եմ վարչության որոշումը, ոչ, խնդրում եմ մի ընդհատեք, դա ընդհակառակը սա անում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իմ գաղափարագից ընկեր Նիկոլ Փաշինյանի նաեւ համար, կարող է դա բարձր հնչի, բայց ես այդպես եմ ցանկանում արտահայտվել, որովհետեւ ես դեռևս 2006 թվականից եմ ճանաչում Նիկոլ Փաշինյանին եւ տարբեր ակցիաների մասնակցել եմ սկսած 2006 թվականից, երբ 14 տարեկան էի, 2007 թվականի իմպիչմենտի դաշինքի բոլոր երթերին եւ հանրահավաքներին եմ մասնակցել, հետո միասին մեր պայքարը շարունակել ենք 2008 թվականին արդեն հայ ազգային կոնգրեսի շրջանակներում, 2014 թվականից եղել եմ քաղաքացիական պայմանագիր հանրային քաղաքական միավորման անդամ, միասին աշխատել ենք եւ գրել ենք առաջին կանոնադրությունը, եղել եմ աշխատանքային խմբում, երբ մենք ձևավորում էինք կուսակցության առաջին կանոնադրությունը, 2015 թվականին եղել եմ քաղաքացիական պայմանագիր, կներեք ավարտեմ ձեր հարցին պատասխանեմ։ Ես 2015 թվականին եղել եմ կուսակցության հիմնադիր անդամ, դրանից հետո 2017 թվականին մասնակցել եմ թե խորհրդարանական, թե հետագայում նաև Երևանի ավականու ընտրություններին, եղել եմ Նիկոլ Փաշինյանի շտաբում, մշտապես նրա կողքին ու ինձ միշտ մշտապես առաջ է մղել այն գաղափարը, որ մենք պետք է պայքարենք մեր ժողովրդի շահերը պաշտպանելու համար, երկրում հավասարություն եւ իրավահավասարություն եւ արդարություն հաստատելու համար։ Հիմա եկել եմ, հիմա որ միասին խոսում եք, ես չեմ կարող ելույթ ունենալ։ Կլինի ես խոսամ, ձեր հարցին պատասխանեմ, որովհետեւ ձեր հարցերի պատասխանները ես հիմա կարող եմ հնչեցնել կամ կարող եմ ասել բաներ, որից հետո նոր հարցեր ծնվեն։ Հիմա ես
զբաղվել եմ օրենսդրական գործունեությամբ վերջին 6 տարիների ընթացքում։ Հիմա պետք է ըստ իս, նաև ըստ վարչության որոշման, կուսակցության համագումարը պետք է որոշի, թե ով որ համարը պետք է լինի ցուցակում։ Ես ցանկանում եմ, որպեսզի վարչությունը ինձ հնարավորություն տա, որպեսզի ես առաջադրվեմ, ոչ թե ֆիքսվի իմ տեղը ընտրական ցուցակում, այլ ես հնարավորություն ունենամ ներկայացվելու կուսակցության անդամներին եւ կուսակցության անդամները որոշեն։ Ես կլինեմ անցողիկ տեղում, օրինակ միջև 50-ը կամ 70-ը, թե կլինեմ օրինակ 350-րդ համարը եւ ուղղակի չեմ լինի ազգային ժողովում։ Ես ոչ թե ցանկանում եմ ունենալ անցողիկ տեղ, ես ցանկանում եմ իրացնել իմ իրավունքը որպես հիմնադիր կուսակցական եւ ունենալ ներկայանալու հնարավորություն եւ արդեն իմ գործունեությունը վերլուծելով մեր կուսակցականները կորոշեն։ Այս պահին վարչությունն է մերժել, որը ես վստահ եմ, որ եթե համագումարը ընտրի, ես կունենամ անցողիկ տեղ եւ կլինեմ առաջի առնվազն 50 համարների մեջ։ Չի քննարկվել նման հարց։ Ես արդեն պատասխանեցի, որ ես իրացնելու եմ, ցանկանում եմ իրացնել իմ իրավունքը որպես կուսակցականի եւ նաեւ ունենալ առաջադրվելու իրավունք, նաեւ կարծում եմ, որ առաջիկայում այսօր կամ վաղը կամ մոտորերս վարչությունը ինձ կհրավիրի, որպեսզի քննի իմ բողոքը եւ բավարարի բողոքս կամ մերժի։ Դուք ձեզ համար ունեք հարցի պատասխանը, ինչու ձեզ մերժեցին։ Դուք ունեք ձեր հարցի։ Ունեմ այդ հարցի պատասխանը։ Ես իմ գործունեությամբ ճակերտների մեջ ցավացրել եմ որոշ մարդկանց, ովքեր այսօր դեռևս չեմ ցանկանում անուններ տալ, ովքեր այս պահին Ձեզ որ դեծ է տեղեկատվությունը, այդ նույն մարդն ասե ում պատվիրով գրել եք հոդվածը։ Դուք կարգի ձեզ հրավիրեք, դուք ինչ է նշանակում, այսինքն դուք ինչի հետ կապված եք ինձ հարց տալ, ինչն է իրականությունը, ասեք ով է, տեսեք, արգելվում է փակ նիստից արտահոսք ապահովել, ուր մնաց նաև պատվեր տալ, բայց դա արտահոսք չի, դա պատվեր է, որի հետևից կգնանք։ Հիմա անդրադառնանք մյուս հարցին։ Հիմա հաջորդ հարցին անդրադառնամ։ Ես հանդես եմ եկել մի շարք օրենսդրական նախագծերով եւ որոշ առաջարկներ եմ արել կառավարությանը, 13 առաջարկներ եմ արել, որոնք ընդունվել են եւ նաեւ 5 օրենսդրական նախագծերի հեղինակ եմ։